Ես չեմ ցանկացել երբևէ զբաղվել քաղաքականությամբ, որովհետև համարել եմ, որ այլ տեղ կարող եմ այլ արժեք ստեղծել եւ քաղաքականությունը ինձ համար չէ եւ իմը չէ։ Բայց երբ քո երկիրը բախվում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք կան այսօր, երբ մի ամբողջ ազգի արժեհամակարգ փորձում են փոխել, երբ խախտվում են իմ օրինակ կրոնական իրավունքները, աշխատանքային իրավունքները, ազգային իրավունքները, այդ կետից հենց դա եղավ բեկումնայինը, երբ որոշեցի, որ երևի թե այս պահին ճիշտ է զբաղվել քաղաքականությամբ։ Ասենք ես մի մարդ եմ, որը ես քրիստոնյա եմ, գնում եմ եկեղեցի իմ աղոթքով, իմ Աստծու հետ ու այդտեղ որոշում են ինչ-որ մարդիկ, որ պետք է զբաղվեն օրինակ քաղաքականությամբ եկեղեցում, պետք է միջամտեն եկեղեցու գործերին, նույն ազգային առումով, Արցախի հետ կապված հիշողությունները թերևս ամենալուսավորն ու վառն են իմ կյանքում ու երբ ինչ-որ մարդիկ որոշում են, որ կարելի է ուղղակի հայրենիքի մի մասից հրաժարվել, այդ ինձ համար անընդունելի է, ու նույնն էլ աշխատանքային իրավունքների մասով, այսինքն այստեղ արդեն ես անհատականացրեցի, հենց պրոյեկտեցի ինքս իմ վրա, թե ինչը հենց ինձ որպես Նատալիա Սարջանյանին դրդեց զբաղվել քաղաքականությամբ։